Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր ապրիլի 3 Որովհետև քո սիրտը կակղեց և դու խոնարհվեցար Տիրոջ առաջին լսելով այն, ինչ որ ես ասել եմ այստեղի համար և նրա բնակիչների համար, թե պիտի ավերում և անեծք լինի, և պատառեցիր քո հանդերձները և լացիր իմ առաջը, ես էլ լսեցի, ասում է Տերը։ 4-րդ Թագավորաց 22-րդ գլուխ 19-րդ խոսք։ Շատերը արհամարհում են զգուշացումը և կորստյան են մատնվում։ Երանելի է նա, ով դողում է Տիրոջ խոսքից։ Հովսիան այդպես արեց, և նա ազատվեց այն չարիքը տեսնելուց, որ Տերը որոշել էր բերել Հուդայի վրա նրա մեծ մեղքերի պատճառով։ Ունես արդյոք այդպիսի զգայունություն, գործադրում ես այդպիսի խոնարհություն, ապա դու ևս պիտի խնայվես չար օրվա մեջ։ Աստված նշան է դնում այն մարդկանց վրա, որոնք հառաչում և աղաղակում են ժամանակների մեղքերի պատճառով։ Կործանող հրեշտակին հրաման է տրված իր սուրը պատյանի մեջ պահել, մինչև Աստծո ընտրյալները ապաստան գտնեն։ Նրանք առավելապես ճանաչվում են իրենց աստվածավախությամբ և Տիրոջ խոսքի առաջ իրենց դողով։ Ժամանակները սպառնալի են, կրոնականությունն ու անհավատարմությունը մեծ քայլերով առաջ են շարժվում, և դուք սարսափում եք այս աղտոտված ազգի վրա ազգային պատժից։ Այո, սարսափը բնական է, սակայն հիմա կարող եք հանգչել այս խոստման մեջ. դու կդրվես խաղաղությամբ քո գերեզմանի մեջ, և քո աչքերը չեն տեսնի այն ամեն չարիքը, որ ես բերելու եմ այս երկրի վրա։ Երբ Տերն ինքը գա, այդ ժամանակ մեր տառապանքի օրերը կավարտվեն լիովին։